Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Կարևորը նախ համառոտ։ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից հետո քաղաքական դաշտում նոր բախում է հասունանում, ինչի համար են մեղադրում նրան եւ ինչ որոշում կկայացնի դատարանը։ 1000 օր ադրբեջանական բանտում Միացյալ Նահանգների կոնգրեսից հստակ պահանջ է հնչել Կապիտոլիումից ուղերձ Բաքվին։ Վաշինգտոնում ադրբեջանական ռևանշիզմ կոնգրեսում քննարկելու են հորինված վերադարձը Հայաստան։ Հավաքները պատժի միջոց են դարձել օդանավակայանից զորամաս, տասնյակ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ Ռուսաստան։ Բուժօգնությունը հասանելի է, բժիշկն անհասանելի, հերթը անվերջ, բժշկի դրան առաջ շաբաթներով առողջապահության համակարգի բարեփոխման ստվերային կողմը։ Վաշինգտոն-Թեհրան գործարք, ինչու Իսրայելը դուրս մնաց խաղից, մերձավոր արևելքից Եվրոպա, որտեղ է բռնկվելու հաջորդ ճգնաժամը։ Այս պահին դատարանը քննում է Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը հրապարակվելու է րոպեներ անց, վաղ առավոտից իրավապահները խուզարկել են ընդդիմադիր գործչի բնակարանը, ապա նրան ձերբակալել։ Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը պատմել է, որ առավոտյան իրենց տուն են մտել 7-8 իրավապահներ, նախ խուզարկել բնակարանը, ապա ձերբակալել ամուսնուն։ Քննչական կոմիտեի տվյալով Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Ըստ քննիչների, ընտրությունից առաջ Չալաբյանը հանդիպել է այլ պետության պաշտոնյաների հետ եւ փորձել նրանց ազդեցությամբ կազմակերպել արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությունը Երևանի ընտրությանը։ Հոգուտ ուժեղ Հայաստան դաշինքի։ Քննչականը որպես հիմնական ապացույց նշում է համացանցում տարածված ձայնագրությունը, պնդելով, որ փորձաքննությամբ հաստատվել է խոսողներից մեկը հենց Չալաբյանն է։ Ինքը Չալաբյանը դեռ հունիսի սկզբին ձայնագրությունը կեղծ էր որակել։ Նրա պաշտպաններն ու ընտանիքը պնդում են, որ գործն ունի քաղաքական շարժառիթներ։ Այս պահին Չալաբյանի աջակիցները դատարանի բակում են։ Հույս ունենք, որ դատարանը ճիշտ վճիռ կայացնի, այսինքն առնվազն գոնե սահմանափակումներ չի լինի, այն առումով, որ կալանքի չեն տանի։ Ինչ վերաբերում է հաղորդագրությանը, գիտեք, հիմա նախաքննության փուլը, գաղտնիության փուլն է, դրանից ավել բան չգիտեմ, այդտեղ էլ մեկնաբանելու բան չկա, եթե կապում են այդ ձայնագրությանը հետ, կներեք այդ ձայնագրությունով ես ճիշտ ասած չեմ պատկերացնում ոնց իննավորես, որ մարդուն տանես անել ամենախիստ պատժի տեսակին, կալանքին, հետևաբար սպասենք, տեսնենք ինչ կներկայացնեն, բայց մենք ճիշտ ասած թե պարոն Չալաբյանը, թե մեր ամբողջ թիմը պատրաստ է եղել այս ամեն ինչին։ Հայաքվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունի եւ նպատակ է հետապնդում սահմանափակել նրա հանրային գործունեությունը։ Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը տեղավորվում է իր ձևակերպմամբ Հայաստանի Ալիևյան սահմանադրություն պարտադրելու քաղաքականության շրջանակում։ Առհասարակ կարել է այսպես ոչինչից ինչ-որ մի բան ստեղծելը, հա, այդպես շինծու գործեր հարուցելը, այս իշխ մոնտաժված, ապօրինի գաղտնալսված, այս ոճը մենք տեսնում ենք, մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, չգիտեմ, օրինակ ասենք Բագրատ Սրբազանի հետ կապված գործի մեջ, մենք բազմաթիվ քրեական հետապնդումներ, քաղաքական, իրականում քաղաքական բովանդակությամբ քրեական հետապնդումների բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, որտեղ երբ որ փաստերը դու իրար հետ ես դնում, համադրում ես, փորձում ես այնտեղ ինչ-որ մի հատ լուրջ բան գտնել, այնտեղ հանցակազմի ինչ-որ բան գտնել, տեսնում ես, որ չկա այդպիսի բան, պարզապես քանի որ երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Բաքվում հայ գերիների դատավճիռներ են կայացվում, Վաշինգտոնում հայտարարություններ են հնչում, եւ այս երկու իրականությունների միջև արդեն 1000 օր է անցել։ ԱՄՆ կոնգրեսում այսօր կրկին պահանջել են ազատ արձակել հայ գերիներին ու Արցախի նախկին ղեկավարներին, սակայն հենց այդ թիվը 1000 օրը ամենախոսուն փաստարկն է, որ մինչ այժմ միջազգային ճնշումը չի տվել սպասված արդյունքը։ Հիմա հարցը միայն գերիների ազատությունը չէ, այլ նաև այն, թե արդյոք Վաշինգտոնի քաղաքական հայտարարությունները վերջապես կվերածվեն գործնական քայլերի Ադրբեջանի նկատմամբ։
Ինտերնետի խափանումները մի քանի րոպեով հետաձգեցին Կապիտոլիումում նախատեսված մամուլի ասուլիսը, սակայն չխանգարեցին, որ Միացյալ Նահանգների կոնգրեսում հայ գերիների եւ Արցախի ղեկավարների գերության 1000-րդ օրվա նվիրված ասուլիսը կայանա։ Կոնգրեսականներն ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին գլխավոր պահանջը՝ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր հայ գերիներին ու պատանդներին։ 1000-րդ օրն է, որ Արցախի ղեկավարները եւ մյուս քաղաքացի պատանդները եւ ռազմակերիները կբնան ադրբեջանական բանդերում։ Ադիա 1000 օր է, որ պետք չէ հոնլայն սկիզբեն եւ կարեւոր էր, որ կոնգրեսականները իրենց աջակցելով Ամերիկայի հայտարարի հանձնախումբը այս օրը նշեն եւ շատ հստակ ձևով գոչեն Ադրբեջանի կառավարության, որ անմիջապես իրենց ազատ արձակեն։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խոսել է Արցախի էթնիկ զտման հետևանքների մասին, հիշեցնելով, որ ավելի քան 100,000 արցախցիներ 2023 թվականին ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։ Կոնգրեսականը խիստ քննադատել է նաև Բաքվում ընթացող դատավարությունները, նշելով, որ Արցախի ղեկավարների գործերը քննվել են փակ դռների հետևում առանց անկախ դիտորդների, իսկ 16 հայի դեմ ներկայացվել է մոտ 2500 մեղադրանք, դատապարտելով նրանց 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Չի կարող լինել երկարատև խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի եւ քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական բանտերից եւ չի վերադարձել ընտանիք։ Կապիտոլիումից հնչած կոչերը միայն գերիների հարցով չէին։ Ասուլիսի մասնակիցները պահանջել են նաև Հայաստանի տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերում, արցախահայության անվտանգ վերադարձի ապահովում եւ Արցախի վտանգված հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանություն։ Երբ որ ունիս 19 կերևարված պատանդներ, երբ որ ունիս ադրբեջանական զորքեր հայկական ինքնիշխան հողերու վրա, երբ որ Արցախի ժողովուրդը չի գնար անվտանգ վերադառնալ իրենց բավենական հողերուն, երբ որ գտեսնանք, որ հայկական եկեղեցիներ արդեն բնաճնջված են եւ ավելին վտանգի մեջ են բնաճնջվելու, ուրեմն ցույց կտա, որ թիմացը չունենք մեկը, որուն հետ գնանք իսկական խաղաղության մասին խոսել եւ իսկական բանակցություններ ունենալ։ Միաժամանակ Միացյալ Նահանգների կոնգրեսում քննարկվում են մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության սահմանափակմանը, 907-րդ հոդվածի կիրառմանը, հայ գերիների ազատ արձակման պահանջին եւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Ասոնք հաջորդ օրերուն ընթացքին ներգաղթական դան օրենսդրության հանձնախումբը պիտի որոշե ասոնցմե որոնք ներգաղթական դունը արիթը պիտի ունենա քվեարկելու եւ անշուշտ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը լադիգա Վաշինգտոնի մեջ լադիգա մեր շրջանային գրասենյակները կամ 50 նահանգներու մեջ մեր դարբեր մասնաճյուղերը ամենը աշխատին իրենց շրջանի կոնգրեսականներուն հետ որ զորակցին ադոնք եւ ի վերջո անցնին այդ բանացևեր եւ որ արիթ ունենան քննարկվելու։ Արդյոք կոնգրեսում հնչող այս կոչերը կվերածվեն Բաքվի վրա իրական ճնշման, պարզ կդառնա առաջիկա շաբաթների, երբ ամերիկացի օրենսդիրները կքննարկեն եւ քվեարկության կդնեն ներկայացված նախաձեռնությունները։ Սակայն, ինչպես նշում են հայդատի գրասենյակում, մեկ բան անփոփոխ է. առանց հայ գերիների ազատ արձակման եւ արցախահայության իրավունքների պաշտպանության տարածաշրջանում կայուն խաղաղության մասին խոսելը վաղաժամ է։ Այդուամենայնիվ ընդգծում են 1000 օրն ինքնին ցույց է տալիս, որ արկա միջազգային ճնշումը բավարար չէ։ Եթե բավարար լիներ, հայերի գերությունը չէր հասնի 1000 օրվա սահմանագծին։ Այդ պատճառով Վաշինգտոնում փորձում են հարցը պահել քաղաքական օրակարգի առաջնագծում։ Մինչ միջազգային հարթակներում շարունակում են բարձրաձայնել հայ գերիների իրավունքների խախտումները, նույն Վաշինգտոնում Ադրբեջանը փորձում է օրակարգ բերել մեկ այլ թեմա, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձը։ ԱՄՆ կոնգրեսի շենքում այսօր քննարկում է նախատեսված, որի ընթացքում ադրբեջանական կառույցները փորձելու են միջազգային հարթակում առաջ մղել արևմտյան Ադրբեջանի թեզը։ Բաքուն պնդելու է, թե Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիները 20-րդ դարում ենթարկվել են էթնիկ զտումների եւ պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրեր։ Փորձագետները սա գնահատում են որպես երկարաժամկետ քաղաքական ծրագրի հերթական փուլ, որը կարող է ապագայում վերածվել նոր պահանջների Հայաստանի նկատմամբ։ Բաքվի նոր արշավը Միացյալ Նահանգների կոնգրեսում Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։
Միացյալ Նահանգների կոնգրեսի շենքում հունիսի 24-ին ադրբեջանական մի մեծ համայնք քննարկելու է, թե ինչպես են հայերը 20-րդ դարի ողջ ընթացքում իբր էթնիկ զտման ենթարկել, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տարածքում բնակված ադրբեջանցի ժողովրդին։ Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող կազմակերպությունն է փորձում արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին կեղծ օրակարգը տեղափոխել միջազգային քաղաքական դիսկուրսի ավելի բարձր մակարդակ։ Այս կազմակերպությունը, որ իրականացնում է այդ միջոցառումը, չունի հետագիծ, անցած ճանապարհ, հայտնի չի եղել Ամերիկայում նույնիսկ ադրբեջանա-թուրքական շահերի պաշտպանությամբ եւ այլն, տպավորություն է ստեղծում, որ ադրբեջանցիները ուղղակի ուզել են որևէ մի գործողություն իրականացնել, որը հնչեղ անունք ունենա։ Ղուկասյանը պատահական չի համարում, որ Բաքվի այս նախաձեռնությունը հետևելու է կոնգրեսում հայ գերիների վերադարձի պատանդառության 1000-րդ օրվան նվիրված միջոցառմանը։ Քննարկումը բավականին մեծ է լինելու։ Բաքվի նախաձեռնող խումբը մասնակիցների ցուցակ է հրապարակել։ Միջազգային իրավունքի մասնագետներից մինչև փախստականների իրավունքի պաշտպաններ, հալածյալներից մինչև տուժած համայնքների ներկայացուցիչներ։ Սրան նախորդել են Նախիջևանում եւ Բաքվում նույն թեմայով մեծ միջոցառումներ քաղաքական էլիտայի մասնակցությամբ։ Հայաստանի նախկին արտգործնախարարը կոչ է անում ներկայիշխանությանը։ Արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, Միացյալ Նահանգներում, եվրոպական այլ երկրներում նրանց գործունեությանը, սա լուրջ վտանգ է, ասելով, որ այդպիսի հատկանցությունը շահարկում է, դա այդպես չէ, նույնը ասում էիք Արցախի վերաբերյալ, վերջում մենք Արցախը կոչեցինք 2000-ից ավելի ադրբեջանական տեղանունների փոփոխություն, 100 հազարավոր տեղահանվածներ։ Քննարկման օրակարգը սակայն միայն այսպես կոչված պատմական հիշողության մասին չէ։ Ադրբեջանը խոսելու է նաև սեփականության իրավունքների վերականգնման, մշակութային ժառանգության պահպանության եւ միջազգային կառույցների հնարավոր ներգրավման մասին։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով սա երկարաժամկետ քաղաքական ծրագրի առաջին փուլն է։ Ադրբեջանը թքածուն ինչ է մտածում իրանց մասին Եվրոպան, թքածուն ինչ է մտածում իրանց մասին Ամերիկան, ինչ արձանագրություններ կան հակաադրբեջանական, նրանք իրանց գիծը բռնել են եւ քշում են։ Միտումն անհանգստացնող է եւ պետք է լինի Հայաստանի կառավարության օրակարգում, սակայն Հայ դատի հայաստանյան գրասենյակի համակարգող Գևորգ Ղուկասյանը փաստում է, կոնգրեսի շենքում անցկացվող միջոցառումը դեռ ոչինչ չի նշանակում։ Հավելում է, հայկական ակտիվ լոբին գործակցում է թե Եվրոպական խորհրդարանի, թե Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ, ինչի հնարավորությունը չունի Ադրբեջանը։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կարող է գործունեության պարարտ փող գտնել։ Նաև այն պատճառով, որ հայկական լոբին ավանդաբար շատ ուժեղ է, կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը շատ ուշադիր է նման հարցերի վերաբերյալ։ Այսպիսով խոսքը դեռևս ոչ թե ամերիկյան պաշտոնական քաղաքականության, այլ Ադրբեջանի կողմից առաջ մղվող հերթական տեղեկատվական ու քաղաքական նախաձեռնության մասին է, սակայն փորձագետների ուշադրության կենտրոնում է այն, որ նախկինում միայն Բաքվում շրջանառվող թեզը դուրս է գալիս միջազգային լսարանի մակարդակ։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է առաջ մղել իր պահանջատիրական օրակարգը, Հայաստանի ներսում էլ նոր քննարկումների առիթ է դարձել իշխանության եւ եկեղեցու հարաբերությունների շուրջ ստեղծված վիճակը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում վարժական հավաքների պատճառով Ռուսաստանում ծառայող հայ հոգևորականների վերադարձի խնդիրն է։ Հայաստան ժամանած Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի մի շարք հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ստանալով հավաքների ծանուցագրեր։ Մինչ իշխանությունը խոսում է պարտադիր գործընթացի մասին, եկեղեցականները համոզված են, որ վարժական հավաքները իշխանությունը վերածել է անհարմար անձանց վրա ճնշում գործադրելու գործիքի։ Անահիտ Սարգսյանն է պատմում։ Վարժական հավաքների ծանուցագրերի պատճառով Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի ավելի քան 10 հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ իրենց ծառայության վայրեր Ռուսաստանում։ Թեմի տեղեկացմամբ Հայաստան այցի ընթացքում նրանք ստացել են հավաքներին մասնակցելու ծանուցագրեր, ինչի հետևանքով ժամանակին չեն վերադարձել ծխական համայնքներ։ Եկեղեցական շրջանակներում համոզված են, խնդիրը միայն հավաքները չեն, այլ դրանց կազմակերպման եղանակն ու ընտրված ժամանակահատվածը։ Սա հերթական խտրական վերաբերմունքն է կրոնական կառույցի նկատմամբ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ ասենք ցավալին այն է, որ
վարչապետի, պաշտպանության նախարարի եւ իրենց կամակատարների կողմից վարժական հավաքներին մասնակցելը դիտվում է որպես պատժի միջոց։ Հավաքներին մասնակցողների թվում են Վորոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արսեն Քահանա Իսրայելյանն ու Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Երեմիա Քահանա Վարդանյանը։ Երկուսն էլ արդեն ներգրավված են վարժական հավաքներում։ Հավաքին մեկնելուց առաջ մեծ զրույցում Արսեն Քահանա Իսրայելյանն ասաց. հոգևորականի համար բանակում ծառայելն ու հայ զինվորի կողքին լինելը ոչ թե պատիժ, այլ մեծ պատիվ է։ Նրա խոսքով ծանոթագիր ստանալուց հետո սիրահոժար միացել է հավաքներին իր ծառայությունը մատուցելու համար։ Բանակի եկեղեցու եւ հայրենիքի բարձրագույն արժեք լինելը ամենօրյա մեր քարոզչության թեման է եւ ահա այսօր Աստծո կամոք հնարավորություն է ընձեռնվել ֆիզիկապես ներկա գտնվելու հայոց բանակում եւ իրականացնելու վերոնշյալ քարոզչությունը։ Հայրենիքը միայն բառերով չեն սիրում, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով, որը պետք է յուրաքանչյուր հայ իբրև քաղցր պարտականություն իրականացնի։ Թեմում նշում են, ստեղծված իրավիճակը խաթարել է մի շարք ծխերի բնականոն գործունեությունը, սակայն ընդգծում են, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Միևնույն ժամանակ Արագածոտնի թեմի ներկայացուցիչ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը համոզված է, խնդիրը ոչ թե բուն ծանոթագրերն են, այլ դրանց տրամադրման սկզբունքն ու խտրականությունը։ Մարդկանցից նույնիսկ ճշտել են ում է աջակցում եւ նորեն տվել այդ վարժական հավաքի մասնակցելու բանը։ Օրինակ մեկի հետ խոսել եմ, ասում էր, որ հարցրեցին, բա ում ես աջակցում, ասի, որ ԿՊ-ին եմ աջակցում եւ այլն, ասում է ինձ չտվեցին եւ ասում է ինձ այդ եղող այդ մյուս ընկերոջը, որ մեր ձևովին էր աջակցում, նրան տվեցին, այսինքն նաեւ քաղաքացիների նկատմամբ է խտրական մոտեցում եղել։ Չեմ ասում Ռուսաստանի թեմի այդ նոր Նախիջևանի թեմի քահանաների նկատմամբ։ Տեղի ունեցածը ըստ նրա վկայում է, թե որքան անլուրջ է իշխանության վերաբերմունքը նման կարևոր հարցերի նկատմամբ եւ օրինակ բերում ոչ վաղ անցյալում իր հետ տեղի ունեցած դեպքը։ Այնքան անլուրջ է, որ պատկերացրեք դեկտեմբերի 18-ին Մայրաթոր գրոհի ժամանակ ես այդ որ քացիներով հարբած ամբողը հարվածում էր դռներին հայոյում էր ինֆարկտ էի ստացել ես ինֆարկտով հիվանդանոցում պարկած մեր տուն ծանոցում էին բերել վարժական հավաքների եւ անկեղծ ասեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո էին այդ նույն ծանոցումը իմ հետևից բերել երբ որ սրտի ինֆարկտով մարդուն ուղակի չի կարելի պլյուս ասենք փոքր որդիս բանակում ժամկետային ծառայող է էլի։ Այն, որ հավաքին մասնակցելն են որպես պատիժ կիրառում, ցույց է տալիս իրենց իսկ դեմքը, կարծում է Տեր Քահանա Բաղալյանը։ Այսինքն իրանք այդ վարժական հավաքները պաշտպանության նախարարության կողմից օգտագործում են որպես հալածանքի միջոց եկեղեցականների կամ քաղաքական իրենց հակառակորդների նկատմամբ, որտեղ իրենք բանակում չեն ծառայում եւ բանակում ծառայողի արժանապատվության գիտակցությունը չունեն։ Բաղալյանի պնդմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները օդանավակայաններում նաև հարցումներ են իրականացրել, պարզելու քաղաքացիների քաղաքական նախասիրությունները եւ դրանից հետո են բաժանվել ծանոթագրերը։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։ Մինչդեռ փաստը մնում է նույնը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի մի շարք հոգեվորականներ շարունակում են մասնակցել վարժական հավաքներին Հայաստանում, մինչ նրանց սպասող հավատացյալները Ռուսաստանում ժամանակավորապես զրկված են իրենց հոգևոր սպասավորներից։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հենց նոր դատարանը հրապարակեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ խափանման միջոցը։ Դատարանը որպես խափանման միջոց կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով։ Դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Հասարակության բողոքների կենտրոնում շարունակում է մնալ առողջապահության համակարգի բարեփոխման ստվերային կողմը։ Ճիշտ է, բժշկին այցելելն անվճար է դարձել, սակայն շատերի համար դրա դիմաց վճարելու նոր գին կա՝ ժամանակը։ Առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգը հազարավոր քաղաքացիների համար բացել է բուժօգնության դռները, սակայն այդ դռների առաջ հերթերն օրեցօր երկարում են։ Այսինքն, առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգը մեծացրել է բուժօգնության հասանելիությունը, բայց միաժամանակ ծանրաբեռնել բուժհաստատությունները։ Եվ երբեմն մարդիկ ստիպված են լինում օգտվել վճարովի բուժօգնությունից։ Ինչու պիտի հիվանդը ցավի մեջ դիմանա շաբաթներ շարունակ, մինչև հասնի իր հերթը, Զեդա Մակարյանն է պարզել։
Երկար հերթեր, քայքայված նյարդեր, շաբաթներով ձգվող հերթագրումներ։ Այս ամենը վերջին շրջանում դարձել է բազմաթիվ քաղաքացիների առօրյան։ Պատճառը առողջապահական պարտադիր ապահովագրման համակարգի ներդրումն է։ Այն, որ համակարգն անհրաժեշտ էր, չի հերքում ոչ ոք, սակայն դրա գործարկման շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կան։ Համակարգի ամենամեծ ու անլուծելի թվացող խնդիրներից մեկը սկիզբ ունեցող, բայց վերջ չունեցող հերթերն են։ Հիվանդները ստիպված են ցավերի, գանգատների մեջ սպասել իրենց հերթին, որը գուցե ամիսներ հետո գա։ Facebook-յան օգտատերերից մեկը նման դեպքի մասին ահազանգ է հնչեցրել։ Վերջինս ողնաշարի սուր ցավեր ունի, հանդիսանում է առողջապահական պարտադիր ապահովագրության շահառու, սակայն չի կարողանում օգտվել դրանից։ Մի քանի օր է ինչ մեջքի շրջանում ցավեր ունեմ, ոչ կարողանում եմ նորմալ նստել, ոչ կանգնել, ոչ քայլել, ոչ էլ քնել, դե աշխատելու մասին էլ չեմ խոսում։ Առաջին օրը մտա Արմետ հավելված, որ այց վերցնեմ պոլիկլինիկա, ամենամոտ օրը հուլիսի 1-ն էր։ Բնականաբար հասկացա, որ չեմ դիմանա այդքան, մտածեցի լավ, ուրեմն շտապ օգնություն կանչեմ, թող հոսպիտալացնեն։ Շտապը եկավ, գանգատները ներկայացրի բժշկին, ասացի, որ ողնաշարի ճողվածք ունեմ, գուցե դրանից է։ Ասաց այսպիսի դեպքերում չեն հոսպիտալացնում, ցավազրկող սրսկեցին։ Շտապ օգնության բժիշկները հորդորել են իրենց կանչելու փոխարեն դիմել պոլիկլինիկա, եթե տեղ չկա, ապա զանգել թերապևտին ու ներկայացնել վիճակը։ Կապվում եմ թերապևտի հետ, ասում է առանց այցի ոչինչ չի կարող անել, խոստանում է երկուշաբթի, եթե որևէ մեկը չեղարկի իր այցը, կգրանցի ինձ, իսկ մինչ այդ ասում է ինչ սրսկվել։ Այսօր առավոտյան 5-ի կողմերը ցավերից արթնանում եմ, ստիպված շտապ եմ կանչում։ Գալիս նորից ցավազրկում են, դժգոհում եմ, թե ինչու նախորդ օրվա բժիշկը չհոսպիտալացրեց, բժշկուհին էլ, թե խնդիր չկա, արի հոսպիտալացնենք։ Բժշկական կենտրոնում MRT հետազոտություն են նշանակում ու պնդում, որ քաղաքացին պիտի վճարի, քանի որ միայն պոլիկլինիկան կարող է անվճար հետազոտության համար ուղեգիր տրամադրել։ Իսկ ինչու պիտի ընտրեմ վճարովի տարբերակը, եթե ունեմ պարտադիր ապահովագրություն, որը ծածկում է դա ու որին պետությունը առանց ինձ հարցնելու ստիպել է միանալ, ինչու պիտի փաստացի կրկնակի վճարեմ։ Քաղաքացու այս գրառմանն արձագանքել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատերյանն ու պնդել, ողնաշարի ցավն ամբողջ աշխարհում համարվում է պլանային դեպք։ Նախարարի հրամանով սահմանվում է շտապ եւ անհետաձգելի ծառայությունների ցանկը։ Ողնաշարի ցավը դրա մեջ չի մտնում։ Օրինակ բերեմ, շտապ եւ անհետաձգելի են համարվում տրավմաները, գլխուղեղի կաթվածը, ինսուլտ, ինֆարկտը եւ այլն, այսինքն այդ դեպքերը, երբ կյանքին սպառնացող վտանգ կա։ Ողնաշարի ցավը, այո, պացիենտի տեսանկյունից ցավոտ է, մտածում է շտապ է, բայց այն բժշկական տեսանկյունից ամբողջ աշխարհում համարվում է պլանային դեպք։ Ինձ մեզ քարկոծեք, բայց պիտի ասեմ, 1 ամիսը համարվում է պլանային դեպքերի համար ողջամիտ հերթագրման ժամկետ։ Ինչ է ստացվում, եթե քաղաքացին տառապում է որևէ ցավի կամ հիվանդության պատճառով ու դա նախարարությունը չի համարում անհետաձգելի, ապա պիտի հիվանդը շարունակի տառապել։ Ոչ մի դեպք չի քննարկվում, որ շատ կարևոր է երկրի զարգացման, սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորման համար։ Սակայն ինչպես են ներդրվել, ինչպես են գնահատվել կարիքները եւ ինչ խնդիրներ են դրանից առաջացել, դրա մասին է խոսքը։ Մենք ապահովագրությունը Հայաստանի Հանրապետությունում ներդրեցինք շատ հախուռն, հապճեպ, հաշվի առնելով նախընտրական, այսպես ասած, իրենց որպես քարոզչություն, որի արդյունքում տուժվում են եւ քաղաքացիները եւ բժիշկները։ Երևանի թիվ 4 պոլիկլինիկայի բուժանձնակազմը նշում է, ավելի շատ քաղաքացիներ են դիմում բուժօգնության եւ դա բարեփոխման դրական արդյունքներից է, սակայն դրան զուգահեռ ավելացել է նաեւ բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը։ Հերթի այո, բավականին շատացել են, սակայն մենք հնարավորինս կազմակերպում ենք այնպիսի, որպեսզի չկուտակվեն բնակիչներ, չդժգոհեն, կուտակումներ չունենանք, բնակիչների դժգոհությունը չունենանք։ Մի քիչ ավելի շատ ծանրաբեռնված է ակնաբուժի մոտ, հնարավորինս աշխատում ենք։ Մասնագետները շեշտում են, խնդիրը ոչ այնքան համակարգի գաղափարն է, որքան դրա փուլային եւ հավասարակշռված ներդրումը։ Միևնույն ժամանակ բուժաշխատողների մի մասը նշում է, որ աշխատանքի ծավալի աճը դեռևս չի ուղեկցվում աշխատավարձերի կամ սոցիալական երաշխիքների համարժեք վերանայմամբ։
Օրինակ, նեղ մասնագետներն ի տարբերություն թերապևտների ստանում են ավելի քիչ աշխատավարձ, սակայն նրանց աշխատանքի ծավալը կրկնապատկվել է։ Վարձատրությունը, որ համեմատես, ասենք, թերապևտի ու նեղ մասնագետի, ճիշտ է, իրանց աշխատանքը չեմ թերագնահատում, իրանց աշխատանքի ծավալն էլ շատ մեծ է։ Չէ, ես ուզում եմ ասեմ, որ տարբերությունը ահագին է, էլի, այտենց չի կարա տենց լինի։ Մեզ դիմաց քաղաքացին, ով ցանկացավ անհայտ մնալ, պատմեց, թե ինչպես է օրեր առաջ 5 ժամ անցկացրել պոլիկլինիկայում սրտաբանի հետազոտություններն անցնելու համար։ Հիվանդները հաճախ ստիպված են լինում ժամեր անցկացնել հերթերում, երկար սպասել մասնագիտական խորհրդատվությունների կամ հետազոտությունների համար։ Նրանց համոզմամբ բարեփոխումը պետք է ոչ միայն ապահովի բուժօգնության հասանելիությունը, այլև պահպանի ծառայությունների արագությունն ու որակը։ Էխո EKG անցնելու համար ես կրկնում 10-ից մինչև 2-ը սպասեցի, բժիշկը մեղավոր չէր, ուղղակի չէր հասցնում սպասարկել այդքան մարդու, իսկ հերթը շատ էր, մի ամբողջ միջանցքում երևի միայն սրտաբանի մոտ սպասում են 30-ից 40 հոգի, չեմ չափազանցնում։ Ահազանգերն այսքանով չեն ավարտվում։ Facebook-յան մեկ այլ օգտատեր գրել է, որ թերապևտի մոտ այցելության համար անհրաժեշտ է սպասել 1 ամիս։ Ես էլ օրերս զանգեցի պոլիկլինիկա, որ այց վերցնեմ թերապևտի մոտ։ Ասացին հուլիսի 20-ից հետո կարող եմ գրացվել։ Հայտնի պոլիկլինիկան գլխին այնքան շահառու է հավաքել, որ իմ թերապևտն ինձ 1 ամիս հետո միայն կարող է ընդունել։ Ստացվում է, որ անգամ շտապով հիվանդանոց տեղափոխվելուց հետո չես ստանա հասանելիք բուժումդ, քանի դեռ թերապևտը քեզ չի ընդունել։ Ցավերի մեջ պետք է գալարվես այնքան, մինչև հերթդ հասնի, բայց ամեն ամիս ստիպված ես փող տալ այդ համակարգին։ Այսպիսով առողջապահական համակարգի բարեփոխումը կարող է կարևոր քայլ լինել ոլորտի զարգացման ճանապարհին, սակայն դրա արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան սահուն եւ հաշվարկված կլինի իրականացումը։ Հակառակ դեպքում լավ գաղափարը կարող է բախվել կազմակերպչական խնդիրների, որոնց հետևանքները կզգան թե քաղաքացիները, թե բուժաշխատողները։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ աշխարհը հետևում է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի ճակատագրին, Մերձավոր Արևելքում նոր լարվածության ազդակներ են հնչում։ Այս անգամ Լիբանանից։ Թել Ավիվը հայտարարում է, որ չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավից, նույնիսկ ամերիկյան հնարավոր ճնշման դեպքում։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ռազմական դիմակայության պատճառները ոչ միայն չեն վերացել, այլ կարող են վերածվել նոր հակամարտության օջախի։ Եթե Իսրայելի եւ Լիբանանի սահմանին լարվածությունը շարունակում է պահպանվել, ապա տարածաշրջանի գլխավոր հարցերից մեկում Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում կողմերը փորձում են նոր էջ բացել։ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Իրանի իշխանությունը հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար չեն գանձում։ Թրամփի խոսքով, եթե պարզվի, որ վճարն այդուամենայնիվ գանձվում է, ապա ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի բանակցությունները իրանական կողմի հետ։ Իսկ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների կարևորությունը հասկանալու համար պետք է վերադառնալ գրեթե կես դար հետ։ Հենց այնտեղ են ձևավորվել այն անվստահությունն ու հակասությունները, որոնք մինչ օրս որոշում են ոչ միայն Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունը։ Երբեմնի սեր դաշնակիցների Միացյալ Նահանգների ու Իրանի հարաբերությունները գլխիվայր շրջվեցին 1979 թվականին, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը։ Վաշինգտոնի աջակցությունը վայելող շահի իշխանությունը տապալվեց, ԱՄՆ դեսպանատունը գրավվեց, իսկ ամերիկացի դիվանագետները մոտ 15 ամիս պատանդի կարգավիճակում մնացին Իրանում։ Այդ պահից սկսվեց մի հակամարտություն, որը շարունակվում է գրեթե կես դար, պատժամիջոցներով, փոխադարձ սպառնալիքներով, տարածաշրջանային բախումներով եւ ընդհատվող բանակցություններով։ 1979 թվականից հետո Վաշինգտոնի ու Թեհրանի միջև վստահությունը գործնականում վերացավ, սակայն նույնիսկ ամենաթեժ հակամարտության տարիներին կողմերը մի քանի անգամ փորձել են հասնել պայմանավորվածությունների։
for the freed Americans who had endured 444 days of hatred. Առաջին խոշոր համաձայնագիրը ստորագրվեց 1981 թվականին։ Ալժիրի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության հետևանքով ազատ արձակվեցին ամերիկացի պատանդները, իսկ կողմերը ստանձնեցին մի շարք պարտավորություններ։ Թեև այդ համաձայնագիրը լուծեց կոնկրետ ճգնաժամը, բայց չվերականգնեց հարաբերությունները, եւ երկրների միջև դիվանագիտական կապերը մնացին խզված։ Glad you're back. God bless America. Տասնամյակներ անց կողմերը վերադարձան բանակցությունների սեղան արդեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սակայն մինչ բանակցությունների մեկնարկը լարվածությունը նոր գագաթնակետի էր հասել։ 2005 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք Թեհրանը զգալիորեն ընդլայնեց իր միջուկային ծրագիրը, իսկ Արևմուտքը սկսեց պնդել, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել։ Ահմադինեժադը մերժում էր այդ մեղադրանքները, հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։ Այդ տարիներին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, իսկ Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները հասան վերջին տասնամյակների ամենալարված փուլերից մեկին։ از همه شما متشکرم. «2013 թվականին ձեռք բերվեց ժամանակավոր համաձայնություն, որը դիտարկվում էր որպես ճանապարհ դեպի ավելի լայն պայմանավորվածություն։ 2 տարի անց 2015 թվականին ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պատմական համաձայնագիրը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Այդ փաստաթղթով Իրանը համաձայնում էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը, իսկ արևմտյան երկրները պետք է աստիճանաբար մեղմեին տնտեսական պատժամիջոցները։ We have stopped the spread of nuclear weapons in this region. Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարում էր, որ համաձայնագիրը թույլ կտա կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը խաղաղ ճանապարհով։ Իրանի ղեկավարությունն էլ այն ներկայացնում էր որպես տնտեսական ճնշումները թույլատնելու հնարավորություն։ Սակայն համաձայնագիրը երկար կյանք չունեցավ։ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից, այն անվանելով վատագույն համաձայնագրերից մեկը։ Դրանից հետո Վաշինգտոնը վերականգնեց եւ խստացրեց պատժամիջոցները, իսկ Թեհրանը սկսեց աստիճանաբար հրաժարվել ստանձնած մի շարք սահմանափակումներից։ Հաջորդ տարիներին կողմերի հարաբերությունները լարվածության նոր փուլ մտան։ 2020 թվականին սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, ինչից հետո երկրները հայտնվեցին բաց ռազմական բախման վտանգի եզրին։ Այժմ գրեթե կես դարանց Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին փորձում են համաձայնության հասնել։ Վերջին պայմանավորվածությունը, որը ներկայացում է որպես հարաբերությունների կարգավորման եւ լարվածության նվազեցման նոր փորձ, շատերի գնահատմամբ դարձել է 1979 թվականից հետո ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկը։ Փետրվարին աշխարհը խոսում է Իրանի դեմ պատերազմի, ռեժիմի հնարավոր փոփոխության եւ լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի մասին։ Այսօր արդեն Վաշինգտոնն ու Թեհրանը խոսում են 60-օրյա ճանապարհային քարտեզի, պատժամիջոցների մեղման եւ նոր համաձայնագրի մասին։ Սա արդյոք խաղաղության սկիզբն է, թե պարզապես նոր փուլ ավելի մեծ դիմակայության մեջ։ Այս եւ այլ հարցերի մասին այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանի եւ իրանագետ Փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոնեք։ Պարոն Արաքելյան, առաջին հարցս ձեզ ուղղեմ։ Միացյալ Նահանգներ Իրան պատմական համաձայնագրից գրեթե 1 շաբաթ անց աշխարհը քննարկում է ոչ թե համաձայնագրի կետերը, այլ արդյոք Միացյալ Նահանգներին հաջողվեց իր պայմանները պարտադրել Իրանին, թե հակառակը Թրամփը ստիպված եղավ զիջումների գնալ, պարզապես դա փաթեթավորում է հաղթանակի անունով։
կարողացավ իր նպատակներին հասնի եւ զուգահեռ դրան Իրանը կարողացավ իր աշխարհագրությունը նաեւ օգտագործի եւ ծանր իրավիճակ ստեղծի նաև Միացյալ Նահանգների եւ աշխարհի համար եւ հետեւաբար այդ երկուսի գործոնների արդյունքում նաև եղավ այն որ ի վերջո կան եւ դեռևս խարխուլ ինչ որ պայմանագիր կամ հուշագիր ստորագրում։ Այսինքն Հորմուզի նեղուցը դարձավ այն կետը, որտեղ Թրամփը հասկացավ, որ ավելի ծանր վնասներ են տնտեսական, քան ռազմական հաղթանակները։ Այդպես էլ ներկայացվում է եւ տեսեք, կարող է 10 տարի առաջ, երբ խոսվում էր նման էսկալացիայի մասին, նման բախման մասին, ոչ մի կողմ չէր հավատում, որ Իրանը կարողանա մեկ շաբաթուց ավել փակի Հորմուզի նեղուցը։ Իսկ կարծում եմ իրանական կողմը նաև այդ ուղղությամբ աշխատեր այս 10-15 տարին, որ ինչ միջոցներով ինքը կկարողանա ավելի երկար ժամանակով փակի Հորմուզի նեղուցը։ Եվ կարծում եմ, որ այդ հարցում իրանական կողմը շատ լուրջ հաջողություններ է ունեցել, հաշվի առնելով, որ այդ նեղուցի ամենանեղ հատվածում Իրանը ունի 3 կղզիներ, անմարդաբնակ կղզիներ են, բայց ասենք օգտագործում են որպես ռազմական զսպանակ եւ նաեւ իրանական ասիմետրիկ հրթիռային կետերը, որտեղ իրենք շարժական էին եւ հստակ կենտրոնացված չէին, որ իրանք ոչնչացվեին, եւ նաեւ երրորդը Իրանը ավելի խորքից փորձեց հրթիռներով հարվածել Հորմուզի նեղուցը անցնող նավերին եւ դա էր պատճառը, որ Միացյալ Նահանգները անգամ ինչ որ ծրագիր կար, որ ափամերձ տարածքների գրավում տեղի ունենա, որտեղ չեզոքացնեն իրանական հարձակումները, բայց տեսան, որ ասինքն հրթիռները այգե կամ ԱԹՍ-ները այգե մոտ 1500 կիլոմետր հեռավորությունից։ Այսինքն դա էլ անիմաստ դարձավ արդեն Միացյալ Նահանգների համար, որ ափամերձ տարածքները գրավելով կարողանա բացի նեղուցը։ Դա էր հիմնականում։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, եթե համեմատենք փաստերը, Միացյալ Նահանգները վերացնում է մի շարք պատժամիջոցներ, ազատում է սառեցված ակտիվներ, թույլ է տալիս իրանական նավթի վաճառք եւ հրաժարվում է շրջափակումից։ Կարող ենք ասել, որ Իրանը այս պատերազմից դուրս եկավ ավելի ուժեղ, քան մտավ դրա մեջ։ Գիտեք, առաջինը եկեք մի պահ հիշենք ինչ էր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակը, երբ որ սկսեցին այս պատերազմը, մի գերխնդիր ունեին այս երկու պետությունը վերացնել Իրանի ռեժիմը, տապալել ռեժիմը։ Ռեժիմ տապալելու համար 3 նախապայման է պետք։ Առաջինը դա էլիտայի մասնատումը, երկրորդը մասսաների մոբիլիզացումը, երրորդը անվտանգության ուժերի դասալքությունը։ Անվտանգության ուժերը Իրանի մնացին հավատարիմ Իրանի քաղաքական ղեկավարությանը, էլիտայի մասնատման ուղղությամբ փորձեր արվեցին, սպանվեց բազմաթիվ մարդ Իրանի ղեկավարությունից, ռազմական ղեկավարությունից, քաղաքական ղեկավարությունից, այդուհանդերձ չկստացվեց էլիտայի մասնատում Իրանում։ Մասսաների մոբիլիզացիոն էլ որոշ չափով տեղի ունեցավ, նույնիսկ ամերիկյան բաց աղբյուրները կոնգրեսում մասնավորապես Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը բաց տեքստով ասաց, որ հանձնարարություն է ստացել նախագահ Տրամփից արտարժույթը Իրանի արժեքազրկել, դժգոհություն ստեղծել, բայց այս ամենը տեղի չունեցավ։ Եվ երբ որ Միացյալ Նահանգներում հստակ գիտակցեցին, որ ռեժիմ հնարավոր չէ տապալել, իհարկե այս համաձայնագիրը, որը 60 օրյա պատուհան է տալիս կողմերին եւ լուծել այդ բոլոր հարցերը, որոնք դուք նշեցիք, չնայած չեմ կարծում, որ 60 օրյա ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել եւ ստորագրել այդ համապարփակ համաձայնագիրը, միգուցե ավելի շատ ժամանակ է պետք եւ այստեղ մի խոչընդոտ էլ կա Իսրայելը, որի մասին կարող ենք առանձին խոսել։ Հիմա տեսեք, պատժամիջոցների մեղմացումը։ Այո, այս հուշագրի մեջ կա պատժամիջոցների մեղմացում, ինչ են նախատեսում Միացյալ Նահանգները, վստահ եմ կարդացած կլինեք, որ այդ գումարները, որոնք սառեցված են պատժամիջոցների հետևանքով, այդ գումարներով նախատեսում են ամերիկյան ֆերմերների ցորեն, եգիպտացորեն, սոյա վաճառել Իրանին։ Այսինքն որոշակի հումանիտար օգնություն տրամադրեն, հումանիտար օգնության հովանումներքո, բայց իրականում թույլ չտան Իրանին օգտագործել այդ սառեցված միջոցները։ Դե կարող են անունը դնել Տրամփի ցորեն
հանուն խաղաղության եւ բարգավաճման կամ Տրամպի եգիպտացորեն հանուն խաղաղության եւ բարգավաճման եւ փորձեն Միացյալ Նահանգները ընդհանրապես կարող է եւ նախկինում էլ արել են, երբ որ սառեցրած միջոցներին դիմաց տրամադրում են ամերիկյան ապրանք։ Իսկ ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ես կարծում եմ այն ինչ որ տեղի ունեցավ այս մի քանի ամսվա ընթացքում, անդրադառնանք նավթի գներին, հունվար ամսին նավթի գինը 60-ից 65 դոլար էր բարելի գինը, փետրվարին 70, հետո անմիջապես մարտ, ապրիլ, մայիս նավթի գինը 100-ից անցավ, չէ, ապրիլին կարծեմ 117 դոլար էր նույնիսկ, այսօր նավթի գինը 75 դոլար է Brent-ի գինը, այո, կարծում եմ եւ Իրանի համար այս հարցը, քանի որ Հորմուզի նեղուցը բաց է հիմա, բայց չի աշխատում այն կանոնավոր ռեժիմով, ինչպես աշխատել է նախկինում։ Համենայն դեպս, եթե նավթի գինը 75 դոլար է բարելը եւ արդեն Իրանը նավագնացությունը թույլ է տվել, Միացյալ Նահանգներն էլ իրենց հերթին թույլ են տվել ծովային երթևեկության, այսինքն վերացրել են սահմանափակումները, որոնք իրենք էին արել, սա կարելի է որպես առաջընթաց արձանագրել, որ նեղուցը Հորմուզի սկսել է աշխատել, նավագնացությունը, առևտրային նավագնացությունը աշխատում է, նավթի գները հասել են 75-ի, կարծես թե սա լավ առաջընթաց է, քանի որ նավթի գների բարձրացումը ազդում էր ամբողջ աշխարհի տնտեսության վրա։ Եվ այս պայմանավորվածությունը բավականին լուրջ առաջընթաց է, չեմ կարծում, որ Իրանի համար այդ պատժամիջոցների մեղմացման առաջարկները Միացյալ Նահանգների ընդունելի կլինեն, բայց ունեն 60 օր, որպեսզի բանակցեն այս խնդիրները։ Բայց կարծես անհամաձայնություններ կան հենց Միացյալ Նահանգների իշխանության ներսում։ Երեք Սենատը հայտարարեց, որ Թրամփը իրավունք չունի, Սպիտակ տունը իրավունք չունի առանց կոնգրեսի թույլտվության համաձայնության հարձակվել Իրանի վրա։ Սա քաղաքական ապտակ էր Թրամփին, թե այլ խոշտժություններ կան ներսում։ Մի նայեք այդպես, նայեք, Միացյալ Նահանգներում հիմա լուրջ խնդիր կա ներքին քաղաքականության մեջ, ընտրությունները կոնգրեսի նոյեմբեր ամսվա։ Եվ երբ որ դուք նայում եք հարցումներ, ընդ որում բաց հարցումներ կան Միացյալ Նահանգներում, պարզ քաղաքացիներին հարցնում են ընտրություններին կնախընտրեք հանրապետական թե դեմոկրատ թեկնածու, առանց թեկնածուների անունները նշելու, գրեթե բոլոր նահանգներում այդ հարցումները անում են։ Եվ դեմոկրատները հիմա առաջ են 5-6 կետով, որոշ նահանգներում նույնիսկ 10 կետով, եւ այստեղ հանրապետականները կարծում են, որ իրոք միգուցե պետք է գալ համաձայնության եւ ավելի շատ մտածում են կոնգրեսի ընտրությունների մասին, քանի որ այս պատերազմը արդեն 25 միլիարդ դոլարից ավել փող ծախսվեց, չէ, կարծեմ, միգուցե ավել, 25 միլիարդն էլ է շատ այդ գումարները կարող էին գնալ Միացյալ Նահանգների առողջապահության, կրթության ոլորտներին օժանդակելու համար, այսինքն 25 միլիարդից ավել գումար է ծախսվել եւ առանձնապես արդյունք չկա, այսինքն ռեժիմը չեն փոխել։ Նպատակն էր այս պատերազմի Իրանի ռեժիմը փոխել։ Բայց չստացվեց եւ ինչպես պարոն Առաքելյանը նշեց, այն բոլոր միջոցները, որը Իրանը ձեռնարկեց եւ պահեց երկիրը, փաստորեն դրանք հանգեցրեցին նրան, որ Միացյալ Նահանգներում իմաստ չեն տեսնում շարունակելու այս պատերազմը, ավելին պատերազմը սկսելուց առաջ Միացյալ Նահանգների շտաբերի պետերի նախագահը Քեյնը զգուշացնում էր Տրամփին եւ շատ ուրիշ բարձրաստիճան զինվորականներ զգուշացնում էին բացասական հետևանքների մասին այս պատերազմի։ Չէին ասում մի սկսի այս պատերազմը, բայց զգուշացնում էին բացասական հետևանքների մասին եւ իրոք զինվորականների այդ կանխատեսումները իրականացան։ Շնորհակալություն պարոն Գասպարյան, պարոն Առաքելյան, նույն այդ զգուշացումները, որ Միացյալ Նահանգներին Իսրայելը ներքաշել է սխալ պատերազմի մեջ եւ վերջին շրջանում Նեթանյահուի հիասթափությունը, որը դժգոհ է այս համաձայնագրից, արդյոք ցույց են տալիս, որ իսկապես ճեղքեր կան հարաբերություններում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Ոմանք որոշ վերլուծաբաններ նաեւ փորձում են համոզեն, որ չկա նման ճեղքված եւ սա ասենք փող համաձայնեցված ինչ որ իրադարձությունը, ես հակառակն եմ կարծում, ամեն դեպքում կա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի քաղաքական բլոկի մեջ ճեղքված ամեն դեպքում, որովհետեւ երբ դու որպես երկրի ղեկավար, ասենք Իսրայելի ղեկավար գալիս համոզում ես աշխարհի թիվ 1 երկրի նախագահին, որ այս քայլերը կանենք եւ արդյունքը կլինի սա,
ու համոզում ես, որ երկիր իր միջազգային իմիջը դնի քո ասած, ասենք, խոսքի վրա եւ մտնի այդ պատերազմի մեջ ու լիովին հակառակ բանը ստացվի։ Այդ ամեն դեպքում այդ ճեղքվածը առաջացնելու է Միացյալ Նահանգները, ասենք, տենց որ ասենք աշխարհի թիվ 1 երկիրն է, ասենք հիմա, ու իր ղեկավարը իր բոլոր քաղաքական կարիերան դրել է իր դաշնակցի խոսքի հիման վրա եւ գործողությունը իրականացել, որը արդյունքը չի ելը այն ինչ որ սպասելի էր։ Շատ բնական է, որ ինքը սկսելու է իր իմիջը պահել եւ նաեւ իր երկրի շահերը նախընտրություն տա իր դաշնակցի շահերին։ Եվ այդտեղ մենք բախումը տեսնում ենք Լիբանանի հարցով, որ դեռ մինչև այսօր շարունակվում է, որ Իսրայելը հրաժարվում է Լիբանանից դուրս գալուց եւ Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է հորդորել, որ պիտի դա դադարի։ Չնայած դա ես կարծում եմ ուրիշ ձև է ավարտվելու, Իսրայելը փորձելու է նաեւ իր իմիջը պահելու համար էլ որ եղել է, ինքը այս համաձայնագրի հորդորով դուրս չգա Լիբանանի հարավից, այլ կփորձի իմ վերլուծությամբ ինքը կփորձի ուղիղ բանակցել Լիբանանի նախագահի հետ եւ ինչ որ համաձայնություն ձեռք կբերեն եւ այդտեղ Իսրայելը կհայտարարի, որ ինքը նահանջ է կատարում, ոչ թե Միացյալ Նահանգներ Իրան կատարած ստորագրած հուշագրի արդյունքում, այլ իր ուղիղ ունեցած բանակցությունը Լիբանանի նախագահի հետ եւ ինքը նահանջելու է։ Ամեն դեպքում կարծում եմ, որ նահանջելու է ինքը։ Դրա նշումները կան, ասենք, բայց ինքը անելու այնպես, որ նաև ինքը փորձի իր իմիջը պահպանի, որովհետև Իսրայելն ունի ընտրության խնդիր հոկտեմբերին եւ այնտեղ Նեթանյահուի վիճակը շատ ավելի լուրջ է, որովհետեւ եթե ինքը չլինի ղեկավար, ինքը չլինի անձեռնմխելի կոռուպցիան եւ փողերի լվացման հարցերով, կարող է նաեւ ընդդիմությունը այնպես անի, որ դա ավելի արագ իրագործվի եւ իր արդեն անձի հարցն է առաջանում։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, Թեհրանում ռեժիմի փոփոխություն չեղավ, Միացյալ Նահանգները գնաց բանակցությունների, Իսրայելի հաշվարկներն էին սխալ, թե ընթացքում այլ բան տեղի ունեցավ։ Գիտեք, Իսրայելը շատ վաղուց էր փորձում այս պատերազմը սկսել եւ հարմար պահեր փորձում գտնել եւ հարմար նախագահ Սպիտակ տանը, որպեսզի այս պատերազմը սկսեին։ Տեսեք, Իսրայելը 3 լուրջ խնդիր ուներ Միջին Արևելքում՝ Իրաք, Սիրիա, Իրան։ Իրաքն ու Սիրիան այսօր չկան այն ղեկավարները, Ասադի հայրը, ավելի շատ հայրը Հաֆեզ ալ-Ասադը, քան որդին Սադամ Հուսեյնը, որոնք լուրջ խոչընդոտներ էին Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության համար եւ մնում էր միայն Իրանը, ինչ եղավ այս երկու պետությունների հետ, դուք գիտեք, ամերիկյան պատերազմների հետևանքով։ Իրանը ուղղակի կարողացավ այդ բոլոր միջոցներով, հատկապես Հորմուզի նեղուցը փակելով եւ պահելով երկրի տարածքային ամբողջականությունը եւ պայքարելով մինչեւ վերջ, կարողացավ հասնել, կարող ենք ասել, այս փուլում այս համաձայնությանը Միացյալ Նահանգների հետ։ Իսրայելը կարող է խոչընդոտ լինել եւ շարունակել ռազմական գործողությունները Լիբանանում, բայց կարծում եմ ձեր տարբերակը, որ կփորձեն երկկողմ բանակցություններ Իսրայել-Լիբանան բանակցությունների միջոցով կարգավորել այս խնդիրը, ավելի երևի իրատեսական է, որովհետև Միացյալ Նահանգներ Իսրայել հարաբերություններում ինչքան էլ ճեղքվածք լինի կամ ասեն, կան խնդիրներ, օրինակ հասարակությունում լուրջ խնդիրներ կան։ Եթե 1 տարի առաջ դուք ինձ ասեիք, որ ամերիկյան հասարակությունում այսքան ելույթներ են ունենալու Իսրայելի դեմ, դա ծիծաղելի կթվար։ Բայց այսօր լուրջ խնդիրներ կան ամերիկյան համալսարաններում, ուսանողության շրջանակներում, ակադեմիական շրջանակներում եւ շատ ամերիկյան լրագրողներ, քաղաքական գործիչներ հետեւողական Իսրայելին ասում են, որ միակ դիվանագիտական աջակցությունը, որ դուք ունեք աշխարհում, դա Միացյալ Նահանգների աջակցությունն է ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Տարեկան քանի միլիարդ դոլար օգնություն, 3 միլիարդից ավել օգնություն ամեն տարի Միացյալ Նահանգները տրամադրում է Իսրայելում։ Իսրայելի օդային ուժը հիմնված է F-35 ամերիկյան օդանավերի վրա եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը սկսել են բաց Իսրայելին ասել։
շատ հետևողականորեն եւ լրագրողներ, քաղաքական գործիչներ, որոնք երբեք առաջ թույլ չէին տա նման հայտարարություններ։ Սա իհարկե խնդիրներ է ստեղծում Ամերիկայի եւ Իսրայելի հարաբերությունների միջև, չնայած IPAC-ը, Իսրայելի ամերիկա-իսրայելական հանրային կապերի կոմիտեն, այսպես թարգմանվի հայերեն, որ աշխարհի իմ կարծիքով ամենահզոր լոբիստական կազմակերպություններից մեկն է, շատ ուժեղ է եւ Սպիտակ տանը առ այսօր, եւ կոնգրեսում, եւ պետքարտուղարությունում, եւ Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերական համալիրում եւ ամերիկան լրատվային լրատվության միջոցներում։ Համենայն դեպս նրա դիրքերը արդեն խարխլվում են, ինչ զարգացումներ կունենան Ամերիկայի եւ Իսրայելի հարաբերությունները, կարծում եմ առայժմ Իսրայելը մնում է Միացյալ Նահանգների ստրատեգիական դաշնակից, Լիբանանի հարցում լուծում կգտնեն, եթե խաղաղություն պետք է հաստատվի, վերջնական համապարփակ խաղաղություն, եւ իհարկե այս կարևորը որ այս համաձայնագրով հրադադար է եւ ռազմական գործողությունների ավարտ է եւ մարդիկ չեն զոհվում։ Իսկ համաձայնագրի մեջ կան մի քանի կետեր, որոնք կարող են քննարկել 3-4-ը ես կառանձնացնեի, պատժամիջոցները առանձնացրեցինք, խոսեցինք, Իրանի միջուկային ծրագիրն է լուրջ խնդիր, որը դեռ պարզ չի ինչպես կպայմանավորվեն, Հորմուզի նեղուցի բացումը, որ այսօրվա պայմանավորվածությունը գրեթե դրական է, բայց արդյոք կմնա այսպես եւ կկարողանան կողմերը վերջնական համաձայնության գալ, որպեսզի բնականon կերպով գործի Հորմուզի նեղուցը, դա արդեն ժամանակի հարց է։ Իսկ մենակ եթե թույլ տաք պարոն Գասպարյանի խոսքի մի բան ավելացնեմ, ձեր հարցի հիման վրա Իսրայելի հաշվարկների սխալ լինելու հարցում Իրանը շատ հետաքրքիր մարտավարություն որդեգրեց վերջի, կարող ենք ասենք մոտ 10 տարվա ընթացքում եւ դա Իրանի զոհված առաջնորդի մարտավարությունն էր, որը կոչվում էր ռազմավարական համբերություն։ Այսինքն երբ սկսեց լեգենդար Ղասեմ Սոլեյմանի ահաբեկումից եւ ունեցանք Իսմայիլ Հանիեի սպանությունը, ունեցանք Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրոլլահի ահաբեկումը, այդ բոլորի ժամանակ բոլորը սպասում էին, որ Իրանը ինչ-որ մեծ բան է անելու, բայց հակառակը առաջնորդի հորդորով իրանք գնացին ռազմավարական համբերատարության վրա եւ այդտեղ ես կարծում եմ հաշվարկները շատ խարխուլ եղան թե Իսրայելում թե Միացյալ Նահանգներում, որտեղ ասում էին ոնց որ Իրանը անատամ է դարձել արդեն եւ դու իր ամենակարևոր գեներալին ես ահաբեկում, ամենակարևոր դաշնակցի սպանում ես Հասան Նասրոլլահին ու իր մայրաքաղաքում Համասի, ասենք խոսքի առաջնորդին Թեհրանում ահաբեկության ես ենթարկում ու Իրանը ոչ մի բան չի անում, բացի հորդորներից, բացի հայտարարություններից։ Եվ դե ես կարծում եմ, որ հաշվարկների սխալ տեղի ունեցավ, իմանալով, որ Իրանը արդեն անկման եզրին է, մենք երկու անգամ էլ ցույցեր կանենք հասարակության մեջ գների թանկացում, բենզինի գնի թանկացում, գլխաշորերի, կանանց գլխաշորերի հարցով, եւ այդտեղ ինքը կթուլանա եւ մենք մի հարվածով իրենց կոչնչացնենք։ Իրանը վարվեց մի շատ հայտնի ձուկ կենթանի կա անունի հիմա չեմ հիշի, որը երբ իր թշնամին մոտենում է իրան, ինքը ամբողջությամբ անշարժ է մնում եւ իր թշնամին սկսում է ուտել ձուկին։ Ինքը համբերում է դեռ, համբերում է, որ մի մասը իր մարմինից ուտում է։ Ու հենց արդեն այդ որսորդը պատկերացնում է, որ ինքը արդեն մեռած է եւ ես կարամ ամբողջությամբ իրան ուտեմ, միանգամից այդ թշնամուն ոչնչացնում է եւ ինքն է ուտում իրան։ Այսինքն Իրանը այդ ռազմավարությունը ես կարծում եմ որդեգրեց, բոլորի հաշվարկները սխալ դուս եկավ, բոլոր վերլուծաբանները մեծ մասով ծանոթ չլինելով Իրանի ներքին հոգեբանության, պետականության հոգեբանությանը, մտածում են, որ արդեն վերջի կետին է, անկումի եզրին է եւ մենք մի փոքր հարվածով իրենց ձորը կգլորենք ու դա տեղի չունեցավ։ Բայց սխալի հետ կապված մի կետ էլ ես ավելացնեմ, տեսեք, Միացյալ Նահանգները աշխարհում միակ պետությունն է, որը ունի սխալվելու լյուքսը։
այսինքն արտաքին քաղաքականության մեջ Միացյալ Նահանգները միշտ կարող են սխալվել, իրենք այդ լյուքսը ունեն։ Մենք չունենք, Հայաստանը չունի, շատ մնացած երկրները այդ շատ ծանր կարող են նստել սխալվել արտաքին քաղաքականության մեջ։ Միացյալ Նահանգները բազմաթիվ անգամներ սխալվել են, բայց իրենք այդ լյուքսը ունեն, նրանք կարող են մոռանալ եւ շարժվել առաջ։ Աֆղանստանում ինչքան սխալներ արեցին։ Այսօր գրեթե ոչ ոք չի էլ հիշում Աֆղանստանը ինչ տեղի ունեցավ եւ այլ պատերազմներում, նույնն էլ այս պատերազմն է, իրենք ունեն այս սխալվելու լյուքսը։ Իսրայելը փորձում է տեղավորվել Միացյալ Նահանգների իր դաշնակցի լյուքսի մեջ, բայց շատ հնարավոր է, որ երբեմն դա չստացվի։ Շնորհակալություն, պարոն Արաքելյան, ստեղծված պայմաններում հնարավոր է, որ Իսրայելը միայնակ նորից փորձի հարվածել Իրանին կամ նման դեպքում ինչ դիրք կբռնի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ Իսրայելը եթե պիտի խոչընդոտի եւ ինչ որ անկախ գործողությունների գնա, դա կլինի այն ժամանակ, որ այս 60 օրվա բանակցությունների ընթացքում ինչ որ անհամաձայնություն տեղի ունենա եւ արդեն Իսրայելը իբր թե ճակերտյալ ասենք անկախ փորձելու ինչ որ գործողություններ իրականացնել խարխլելով այս բանակցությունները։ Իսկ եթե բանակցությունները այս 60 օրվա ընթացքում ավելի հարթ ու սահուն գնան, ես չեմ կարծում որ Իսրայելը ինքնագլուխ Իրանի դեմ կատարելու է ինչ որ շատ լուրջ օպերացիա, որը կարող է խանգարել ու եթե դա տեղի ունենա, ես կարծում եմ Իրանը պատասխան հարված չի տալու եւ այդ գնդակը Ամերիկայի դաշտ է գցելու, որ կոպիտ ասած Միացյալ Նահանգներին ասի դու քո դաշնակիցը իրեն ավելի սանձի կոպիտ ասած։ Ես այդպես որ վերջինը տեսնում ենք Լիբանանի հարցով, տեսեք երբ Իրանը հայտարարում է որ իր կարմիր գծերն են Լիբանանի խաղաղությունը ու Իսրայելը անverջ անում է, Իրանը հայտարարել չէ որ եթե դա տեղի չունենա ինքը բանակցություններից դուրս գալու կամ հարվածելու է, ոչ մեկը չարեց։ Խաղը գցեց Միացյալ Նահանգների դաշտ, ասեց ուզում եք խաղաղություն Հորմոզի բաց լինել եւ ես միջուկային այն բոլոր համաձայնությունները որ մենք ձեռք ենք բերել որ մենք միջուկային զենք չենք ունենալու ուզում եք այդ բոլորը սանձեք ձեր դաշնակցին ու ամեն դեպքում Իսրայելում էլ լավ հասկանում է, եթե մենք Իսրայելի PR դաշտը քաղաքական փորձենք այդ աղմուկը լրացնել կամ չզբաղվել այդ աղմուկով, ներսում իրենք շատ լավ են հասկանում, որ իրենք միայնակ ինքնագլուխ չեն կարողանալու Միացյալ Նահանգների, կոպիտ ասած, խոսքի դեմ գնան։ Միայն կգնան այդ ժամանակ ու դա մեզ կներկայացնեն, որ Իսրայելի ինքնագլուխ գործողությունն է, եթե բանակցություններում ինչ որտեղ փակուղու հասնի եւ իրենք փորձեն Իրանին կրկին անգամ ինչ որ հարվածի միջոցով, ռազմական էսկալացիայի միջոցով հետ բերեն բանակցությունների դաշտ։ Պարոն Արաքելյան, վերջերս նաև Նեթանյահուն հայտարարեց Իսրայելի որդեգրած սպանիր առաջինը սկզբունքի մասին, սա պաշտպանական դոկտրին է, թե տարածաշրջանային գերիշխանության գաղափարախոսություն։ Իսրայելը միշտ էլ այդ դոկտրինով զբաղվել է, ինքը լինելով ցեղասպանված ժողովուրդ, իրենք 48 թվականից ի վեր իրենք զբաղվել են ճիշտ այդ բանով, որտեղ որ իրենք որտեղ զգան վտանգ չեն սпасելու ինչ որ այդ վտանգի ավելի լրջացում իրենց վերլուծական համակարգը դա ասենք ամեն դեպքում Իսրայելը աշխարհում առաջի տեղերում է հետախուզական վերլուծությունների առումով եւ եթե իրենք իրենց վերլուծությունների արդյունքում հասկանան որ այդ վտանգը լուրջ է իրենց համար իրենք առաջինն են սպանելու դա միշտ են արել սկսած վերջի 15 տարին տեսեք Իրանի բոլոր միջուկային գիտնականներին իրենք հերթով արել են չեն սպասել որ Իրանը ունենա միջուկային զենք ու նոր հետո իրան գործի անցնենք դա ես կարծում եմ ինչ որտեղ օրինակելի դոկտրին կարող է լինել մանավանդ փոքր տարածքներ ունեցող երկրների համար, որովհետև մենք, ինչպես պարոն Գասպարյանը լուքսությունը ասեց, մենք այդ լուքսությունը չունենք, որ սպասենք հասնի իրավիճակը այնպիսի կրիտիկական իրավիճակ է, որ մենք չկարողանանք մոբիլիզացվենք։ Ուրեմն մինչև
Դա, եթե մենք ավելի հին հայկական, ասենք, հավատալիքների ուսմունքների մեջ նայենք, մենք ունեցել ենք դա, որտեղ ասում է, եթե թշնամիտ անգամ մտածում է քո մասին ինչ-որ վատ բան անել, դու ոչնչացրու իրան, մի թող հասնի քեզի։ Դա եկել է նաև մեր նախնիների իմաստությունը, որը կարող է այսօր մենք չենք իրականացնում, բայց դա այն իմաստությունն ա եղել հաշվի առնելով մեր աշխարհագրությունը, որ մենք որտեղ ենք նստած, մենք էլ Իսրայելի պես նստած ենք բոլոր շրջափակված մեզ հակառակորդ, տենց ասենք, չասեմ անպայման թշնամի։ Ամեն դեպքում հակառակորդ, որը ուզում է այդ աշխարհագրությունը իրենը լինի։ Վերջի 2000 տարի նայեք մեր պատմությունը, նույնն էլ Իսրայելը բարեբախտաբար, այսինքն մի բախտ, որ ունի, ծով ունի, այսինքն մի ճակատը գոնե ծով է։ Թե չէ ինքն էլ է շրջափակված, բոլոր իրան հակառակորդ եւ թշնամի ազգություններ, պետություններ, որը ինքը պարտավոր է այդպես անել, հույս ունեմ, որ գոնե մենք այդ առումով ունենանք ինչ-որ բան սովորելու։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, պատերազմի ամբողջ ընթացքում շատերը սպասում էին Ռուսաստանի միջամտությանը, բայց դա տեղի չունեցավ։ Դա Ռուսաստանի լավ հաշվարկներն էին, թուլության նշաններ, թե պարզապես ռեսուրս չուներ։ Ռուսաստանը պատերազմի մեջ է ՆԱՏՕ-ի հետ։ Այդ եթե դու ՆԱՏՕ-ն, որը աշխարհի ամենահզոր ռազմական բլոկն է, եւ դու պատերազմում ես Ուկրաինայի տարածքում, այսինքն դա պատերազմ է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի հետ։ Ուկրաինան ստանում է ՆԱՏՕ-ի անդամ պետություններից աջակցություն եւ ռազմական եւ ֆինանսական լինելով այդ պատերազմի մեջ, այսինքն Ռուսաստանի համար իմաստ էլ չուներ խառնվել այդ պատերազմի մեջ, չնայած վստահ եմ, որ դիվանագիտական եւ հայտնի է դիվանագիտական միջոցներով եւ Իրանի հետ խոսել եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանը, ընդ որում երևի թե միակ պետությունն է, որ միջին արևելքի բոլոր պետությունների հետ շատ բալանսավորված, ինչպես արաբական աշխարհի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի բոլորի հետ նրանք ունեն շատ լավ հարաբերություններ եւ երկխոսություն, դիվանագիտական միջոցներով իհարկե փորձել են, խոսել են, որպեսզի կանգնացնեն այս պատերազմը ինչքան կարող են, բայց հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը, որը առաջնային խնդիր է Ռուսաստանի համար, ես չեմ կարծում, որ Ուկրաինայի պատերազմից դուրս ուրիշ տարածաշրջանների պատերազմներում նրանք ինչ-որ ակտիվություն պետք է ցույց տային։ Բայց իմ կարծիքով Ռուսաստանը չէր ուզի այսքան շուտ Իրան-Ամերիկա հասնեին համաձայնագրին։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, երբ Միացյալ Նահանգները եկեք Ուկրաինայի պատերազմը ավելի խորքից եթե նայենք Վիկտորիա Նոլանդի բոլոր այդ գործողությունները, որ ժամանակին Ազովի աշխարհազորայիններին ստեղծեցին Ուկրաինայում եւ տարան այդ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու այդ գաղափարը բանը եւ ի վերջո հանգեց պատերազմին, դա այսինքն այն թագարտն էր, այն ճահիճն էր, որը Միացյալ Նահանգները սարքեց Ռուսաստանի համար եւ այնպիսի բան սարքեց, որ ինքը այդ ճահիճ չմտնելու ոչ մի շանս չուներ։ Ռուսաստանի տեսանկյունից դա լավագույն ճահիճն էր Իրանը, եթե Միացյալ Նահանգները խրվեր այդ ճահիճի մեջ ու իրենց համար թե ուշադրությունը ՆԱՏՕ-ի թե սինտեխնիկայի հարցով, բանով ամեն ինչով իրան կենտրոնանալու են Իրանի հարցով ու ես կարծում եմ, որ այս պահին Ռուսաստանի իրավիճակը ավելի բարդ է, որովհետև երբ Իրանի պատերազմը դադարի եւ այս 60 օրն էլ եթե դրական արդյունք ունենա, Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի բոլոր, ասենք, անձնակազմը իրան կենտրոնանալու են Ռուսաստանի վրա եւ այս Ուկրաինայի պատերազմի վրա, մինչեւ տեսնում ենք այս վերջի օրերին հարձակումները ինչ տեսակ են, արդեն ավելի խորքն են, այսօր արդեն Ղրիմի հոսանքի բոլոր ցանցերն են խփված, երկաթուղին է խփված եւ արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ Լավրովը գալիս հայտարարում է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների։ Դա հենց Իրանի պատերազմի դադարի արդյունքն է։ Որում եվրոպական երկրներում են ասում, որ չհայտարարված պատերազմի մեջ են մտել արդեն Ռուսաստանի հետ։ Դա եթե Իրանի այս համաձայնագիրը տեղի չունենար, Ռուսաստանի համար ավելի շահեկան իրավիճակ էր ստեղծելու։ Հետո տեսեք միջուկային ծրագիրը մի մոռացեք Իրանի, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև Միացյալ Նահանգները շահագրգռված են, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Եվ այսօր բաց է մնում հարցը, իմ կարծիքով ամենադժվար հարցերից մեկն է այդ համաձայնագրի Ամերիկայի եւ Իրանի միջև, ինչպես են կառավարվելու հարստացված ուրանի պաշարները։
Սա ամենակարևոր հարցն է, որ դեռ համաձայնություն չկա։ Միգուցե դեռ հանրությանը չեն տրամադրել շատ տեղեկատվություն։ Ես վստահ եմ, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև կան պայմանավորվածություններ, որոնք դեռ հայտնի չեն հանրությանը։ Սովորաբար այս կարգի բանակցությունները շատ գաղտնի ձևաչափով են ընթանում եւ այս փուլում կարող է եւ շատ տեղեկատվություն չստան հանրությանը, բայց ով է կառավարելու Իրանի հարստացված ուրանի պաշարները առանցքային հարցն է եւ այս հարցում Ռուսաստանն էլ քանի որ մասնակից է Իրանի միջուկային ծրագրին եւ դա հայտնի է բոլորին, կարծում եմ սա շատ խրթին հարց է եւ այս հարցում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շատ հնարավոր է որ նույն դիրքորոշում ունենան եւ փորձեն նույնիսկ միասին պայմանավորության գալ այդ պաշարների կառավարման հարցում։ Քանի որ գոյություն ունի միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը, որը նախատեսվում է, որ պետք է ինսպեկցիաներով, մոնիտորինգով հետևի այդ պաշարներին, բայց հայտարարությունները շատ հակասական են։ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ այո, միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը կվերահսկի, Իրանը համաձայն է, բայց իրանական կողմի հայտարարությունները շատ ավելի զուսպ են ու սահմանափակ։ Պարոն Գասպարյան, վերջին 5 ամիսների ընթացքում աշխարհը տեսավ փաստորեն, որ Միացյալ Նահանգները չկարողացավ ծնկի բերել Իրանին, Իսրայելը չկարողացավ փոխել ռեժիմը Թեհրանում, Ռուսաստանը չմիջամտեց, Չինաստանը մնաց ստվերում։ Սա նշանակում է աշխարհը բևեռացել է, թե ավելի անկանխատեսելի է դարձել, հաշվի առնելով նաև Մոսկվայի եւ եվրոպական երկրների միջև գերլարված հարաբերությունները վերջին շաբաթներին։ Աշխարհը վաղուց է բևեռացված, այսինքն մենք հիմա ապրում ենք բազմաբևեռ աշխարհում, այսինքն մենք ապրել ենք երկբևեռ աշխարհում եւ չգիտենք չենք տեսել բազմաբևեռ աշխարհ, քանի որ Սառը պատերազմի տարիներին երկու գերտերություն է եղել, Միացյալ Նահանգները եւ նախկին Խորհրդային Միությունը եւ բոլորս ապրել ենք երկբևեռ աշխարհում, իր երկբևեռ աշխարհը, այսինքն երբ որ երկու գերտերություն կա, շատ ավելի ստաբիլ է։ Հստակ դաշինքներով, այո, շատ ավելի ստաբիլ է, պրոքսի պատերազմները մի կողմ դնելով, ამ կարծիքով ամենաստաբիլ աշխարհի համար միջազգային հարաբերությունների կառուցվածքի համար դա երբ կա երկու գերտերություն, դրանից հետո մենք տեսանք, երբ որ Խորհրդային Միության փլուզումից հետո մեկ գերտերություն կար Միացյալ Նահանգները, դրա հետևանքները բազմաթիվ պատերազմներ սանձազերծած Միացյալ Նահանգների կողմից, հիմա աշխարհը արդեն վաղուց կա 3 գերտերություն աշխարհում՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Եվ այս բազմաբևեռ աշխարհը միշտ ավելի բալանսավորված չէ եւ եթե նայեք պատմության ընթացքում, երբ որ մի քանի գերտերություն է եղել 3 կամ ավելին, ավելի անբալանսավորված է մեր աշխարհը եւ դրա հետևանքով մենք ունենք Ուկրաինայի պատերազմը եւ այս բոլոր կոնֆլիկտները եւ պատերազմները, որ աշխարհում շարունակվում են, դա բազմաբևեռ աշխարհի հետևանքն է։ Պարոն Արաքելյան, վերջին շրջանում, բայց նաև ականատես ենք լինում, որ ՆԱՏՕ-ի ներսում հենց կան տարաձայնություններ Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների միջև, Թուրքիայի եւ մյուս պետությունների միջև ռազմական նոր ալյանսների պատճառով այս տարաձայնությունները տակտիկական բնույթի են, թե կարող են վերածվել ռազմավարական ճեղքերի։ Տեսեք, ինչպես պարոն Գասպարյանը նշեց, հիմա մենք այդ անցումային փուլի մեջ ենք դեպի բազմաբևեռ ու մենք չգիտենք բազմաբևեռ աշխարհակարգը ինչ տեսք ունի, որովհետև չենք ունեցել, ասենք նման բան, եւ այդ անցումային շրջանի ունեցել ենք 19-րդ դարում, 20-ի սկզբում առաջի համաշխարհային նոր իրավիճակում, այսինքն մենք ծանոթ չենք, որ այսինքն այս նոր տեխնոլոգիական աշխարհում ինչ տեսք է ունենալու բազմաբևեռը, որովհետև իմ պատկերացումով ներկա իրավիճակում բազմաբևեռ աշխարհակարգում արդեն այդ գերտերությունները արժեքներ ստեղծող չեն լինելու։
Այսինքն իրանք գնալու են այլ մրցակցությանը եւ այնինչը որ մենք ժամանակին երբևէ իրավիճակում ենք տեսնում, որտեղ յուրաքանչյուրը իր արժեքներն էր ստեղծում, նաեւ արժեքային պայքար էր տեղի ունենում, ասենք խորհրդային բլոկի երկրները սոցիալիզմով ամեն ինչով Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի, որտեղ ասենք ավելի ազատ, ռոք, մետալ, ասենք այդ ոճը որպես մշակույթ տարածում է, ամեն դեպքում արժեքներին ստեղծում։ Բազմաբևեռում ես մի քիչ թերահավատ եմ այդ բանին, որ իրանք գնալու են արժեքների նոր ստեղծման, լինելու ավելի ուժային պայքար, որտեղ իրենք ստեղծված իրավիճակում փորձելու են իրենց վերահսկումը իրենց տարածքներում, որտեղ իրենք որոշելու են, որ սա իրենց զոնան է, որ իրենք պիտի վերահսկեն որպես բլոկ, այնտեղ լինելու է ոչ թե արժեքների միջոցով պետություններին հավաքեն այդ բլոկին, այլ լինել է ուժային տարբերակով, որտեղ լինելու է սպառնալիքով, որտեղ լինելու է շանտաժով եւ որտեղ լինելու է տնտեսական օգուտով, փորձելու յուրաքանչյուրը այդ երկրներին պահի իր բլոկի մեջ եւ մենք դրա ականատեսը կլինենք ապագայում, որ դեռ ունենալու ենք ավելի անգամ տարածաշրջանային կամ ավելի փոքր մասշտաբների պատերազմներ, որի արդյունքում նաեւ կառուցված արդեն երբևէ իրականության ժամանակ կառուցված բոլոր ալյանսները փորձելու են ճեղքեր տալ եւ արդեն ստեղծվեն նոր ալյանսներ ու այդ ալյանսներում նաեւ մենք պիտի դա էլ հաշվի առնենք որ արդեն հնի նման չի լինելու դու կարող ես այսինքն որպես մեկ պետություն երկու ալյանսում լինես այսինքն ձևաչափն է փոխվելու դաշինքների միտեղ կարող ես դու այսինքն մի դաշինքի մեջ համագործակցես Միացյալ Նահանգների հետ բայց մյուս դաշինքում որ կարող ավելի տնտեսական բլոկ լինի դու այնտեղ ընդդիմադիր լինես Միացյալ Նահանգներին մենք դրա արդյունքը հետևանքներ նշույլներ արդեն տեսնում ենք օրինակ եմր Թուրքիայի հարցով օրինակ Իսրայելի հարցով եւ եվրոպական երկրների հայտարարություններով մենք տեսնում ենք իրանք միտեղ կամ մի բլոկում օրինակ ռազմական բլոկում իրանք համագործակցում են այս գերտերության հետ բայց մի այլ բլոկում որտեղ կարող ավելի տնտեսական բլոկ լինի իրենք փորձում են հակընդդեմ հայցերով հանդես գալ Վերցրեք BRICS-ը Բրազիլիան եւ Հնդկաստանը շատ սերտ կապեր ունեն Միացյալ Նահանգների հետ BRICS-ը դեռ կազմակերպություն չէ, միավորում է, բայց Չինաստանի եւ Ռուսաստանի հետ եւ Բրազիլիան եւ Հնդկաստան, Չինաստան BRICS-ում արդեն իրենք ավելի համագործակցող են, բայց ասենք կարող ավելի ռազմական բլոկում իրենք հակադիր բևեռներում են։ Սա բազմաբևեռ ծնվող աշխարհակարգի տեսքն է, որ մոտավորապես մենք կարող ենք հիմա հասկանանք, հիմա այս ուժային բախումներով գնալու է ինչ-որ ժամանակ եւ ստեղծվի այդ իրականությունը եւ կարող այն ժամանակ մենք արդեն չտեսնենք այն ինչ ալյանսներ, որ այսօր մենք տեսնում։ Շատ բան կախված է ինչպես կավարտվի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, դե բոլոր պատերազմները ի վերջո ավարտվում են, ուղղակի ես վերջը այս պատերազմի չեմ տեսնում եւ իրոք եթե ավելի ռազմական գործողությունները շարունակվեն եւ դուրս գան Ուկրաինայի տարածքից, ի նկատի ունեմ դեպի Եվրոպա, արդեն վտանգը, որպեսզի կարող եք ասել, որ սա երևի թե երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է, բայց ինչպես կշարունակվի այդ պատերազմը, իրոք շատ վտանգավոր է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ընդհանրապես երկրագնդի համար, ոչ միայն Եվրոպայի։ Որը կարող է դառնալ այդ կարմիր գիծը, որը կարող է հանգեցնել ուղիղ բախման Ռուսաստանի եւ եվրոպական պետությունների։ Եթե Ռուսաստանը զգա, որ պարտվում է այս պատերազմին, միջուկային զենք է օգտագործելու։ Ընդ որում դա կարող է սկզբից լինի տակտիկական միջուկային զենքի օգտագործում, ասենք օրինակի համար խփել բրիտանական եւ գերմանական ինչ-որ ռազմաբազաների, քանի որ տակտիկական միջուկային զենքից նույնիսկ շատ ռազմական փորձագետներ են վախենում, որովհետեւ ինքը համարվում է ռազմական շրջանակներում ավելի օգտագործելի եւ նախատեսված է որոշ պատերազմներ կամ ռազմական գործողություններ կանխարգելու եւ կանգնեցնելու համար, չնայած պարզ է, որ կարող է ուրիշ հետևանք ունենալ, միացյալ
թագավորության, ասենք, միջուկային զենքերը տեղակայված են իրենց սուզանավերի վրա։ Եթե Ռուսաստանը խփի, օրինակ, Բրիտանիային, համենայն դեպս նրանք էլ հնարավորություն կունենան պատասխանելու իրենց սուզանավերից մեկով, օրինակ որպես տարբերակ, եւ սա իհարկե շատ լուրջ հետևանքների Թիրախն էլ կա, Կալինինգրադը արդեն մոտավորապես այս թիրախն է, որ այդ այսինքն այս սցենարները իհարկե շատ վտանգավոր են, բայց եթե Ռուսաստանը զգա, որ լուրջ պարտություն է կրում այս պատերազմում, իհարկե միջուկային պետությունը 5000-ից ավել մարտագլխիկ ունի, որոնցից 2500-ը կարծեմ ստրատեգիական միջուկային զենքեր են, մոտ 2000-ներ մարտավարական։ Այդ դեպքում Եվրոպան ընդ որում չգիտեք ինչ կլինի Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Իրենք հեռու են օվկիանոսի այն կողմը, կարող է թույլ տան, որ Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպա այս պատերազմը շարունակվի, իրենք բոլոր դեպքերում կշահեն։ Միացյալ Նահանգների աշխարհագրությունը հոյակապ է, չէ՞, մի կողմից հարևանը Կանադա, Մեքսիկա եւ արևմուտք արևելք ձուկ։ Եվ արդեն 22 թվականից հետո Ուկրաինա պատերազմից հետո արդեն Եվրոպան իր 90% գազը եւ նավթը Ամերիկայից արտահանում, որը ժամանակին 3-4%-ի սահմանում էր։ Այսինքն այդտեղ միայն Միացյալ Նահանգները շահում են։ Շնորհակալություն եմ հայտնում, ինձ հուշում եմ, որ մեր եթերաժամը սպառված է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Արսեն Գասպարյանի եւ իրանագետ Փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արաքելյանի հետ։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը նույն ժամին։